Բարև ձեզ սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, Հայաստանում ընտրարշավը շատ թեժ շրջանում է արդեն եզրափակիչ երկու շաբաթն են սկսում, բայց մեր եկեղեցին ապրում է իր օրացույցով եւ այսօր շատ կարեւոր օր էր մեր եկեղեցում, Էջմիածնից են վերադառնում Երևան, ողջավորված եւ բարձր տրամադրությամբ, որովհետեւ այսօր կարևոր տոնական օր է, այսպես կոչված հոգեգալստյան օրն է, որը կարևորագույն տոներից մեկն է հայ եկեղեցու, այլև առհասարակ բոլոր քրիստոնեական եկեղեցիների, որը Սուրբ Հարությունից, Սուրբ Զատկից հաշված 50-րդ օրն է լինում, 40-րդ օրն է համբարձման օրն է եւ դրանից 10 օր հետո Սուրբ Հոգու գալուստը եւ դա ըստ էության եկեղեցու ծնունդն է ազդարարում, թե ինչպես է ձևավորվում եկեղեցին, երբ որ առաքյալների վրա իջնում է Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգու շնորհներով նրանք ու այդ պահին արդեն կարելի է ասել ձևավորվում է եկեղեցին, առաքյալները դառնում են եկեղեցի եւ սկսում են քարոզությունը եւ հենց միայն այդ օրը մի քանի հազար մարդ է դառնում քրիստոնյա եւ կամաց ձևավորվում է այն, ինչ մենք գիտենք որպես քրիստոնեական եկեղեցի։ Եվ այս խորհրդանշական օրով մեր այդ եկեղեցին իմաստուն որոշում էր կայացրել կատարելու եպիսկոպոսական ձեռնադրություն եւ 4 վարդապետներ, 3 վարդապետ եւ 1 ծայրագույն վարդապետ, մասնավորապես Իսահակ վարդապետը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հիմա արդեն թեմական առաջնորդը, Ռուբեն վարդապետը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահը հիմա արդեն առաջնորդը, Անանյա վարդապետը, Վայրաթորի լուսարարապետը, որը ըստ էության ենթադրում եմ, որ կարելի է նմանացնել աշխատակազմի ղեկավարի մեզ ավելի հայտնի գործառույթին եւ շատ-շատերից, ինչպես եւ Ռուբեն վարդապետը շատ հայտնի է շատ ավելի լայն շրջանակների իր հանրային խոսքով, հանրային գործունեությամբ, այնպես էլ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, որը հատկապես վերջի շրջանում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ շատ ակտիվ քրիստոնեական քարոզչական գործունեություն է ծավալել, կարող եք հեշտությամբ գտնել տարբեր հարթակներում, կարճ հոլովակներ է նկարում, շատ բովանդակալից, շատ գործնական, մի խոսքով Վայրաթորի քրիստոնեական քարոզչության կենտրոնի ղեկավարն է եւ 4-րդն էլ Զաքարիա Սրբազանը։ Մեր 4 հոգևոր հայրերը այսօր ստացան եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում մի շքեղ խորհրդակարգով պատարագի ընթացքում Վեհապար հայրապետի նվիրապետությամբ եւ որքան հասկանում եմ կարգը այնպիսին է, որ 2 եպիսկոպոսներ էլ պետք է ընթերակայի գործառույթ կատարեն, այսինքն 3 նվիրապետ պետք է օծումը ըստ էության իրականացնի, Վեհապար հայրապետի կողքին էին Մուշեղ Սրբազանը եւ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։ Մի շքեղ արարողություն էր, մի շատ գեղեցիկ արարողություն էր եւ լեփ-լեցուն էր իհարկե այդ տաճարը, բայց դա երկար էր տևում, սովորական պատարակները եթե մոտ 2 ժամ են տևում, ապա այս արարողությունը տևեց մոտ 4 ժամ, շատ գեղեցիկ արարողություն էր, ուզում եմ նաեւ այսպես հրապարակավ շնորհավորել մեր նորաոց սրբազաններին, ծանր շրջանում է մեր եկեղեցին եւ կարծում եմ, որ նրանց գործունեությունը նպաստելու է նրան, որ մեր եկեղեցին հաղթահարի այն երևելի եւ աներևույթ խոչընդոտները,
հայտարարությունները, որ այս իշխանությունները մեր եկեղեցու առջև դնում են, բացի դրանից այլ խոչընդոտներ նույնպես կան, ադրբեջանցիներն են լուրջ, այսպես ճնշման գործիքներ կիրառում, զրպարտություններ կիրառում եւ ինձ թվում է կարևոր է, որ մեր նվիրապետական դասը, եպիսկոպոսած դասը համալրվեց եւս 4 մեր հոգևոր հայրերով, շնորհավորում եմ, հատկապես մասացյոտնի մասով մենք բոլորս տեսնում ենք վերջերս էլ մամուլի ասուլիս էր, որ ճնշումները շարունակվում են եւ երկի բոլորս պետք է հասկանանք, որ այս ամենը քաղաքական ճնշումներ են, այսինքն իրանք այլ տրամաբանություն չունեն։ Եվ վերջում, ինչպես խոստացել էի, ամեն անգամ ցանկացած հարցով ես ավտոլայվում կլինեմ, մինչև ընտրությունները անպայման խորհուրդ եմ տալու գնալ ընտրության, հիմա էլ եմ խորհուրդ տալիս գնալ ընտրության, որպեսզի դուք լինեք վճռողը, դուք լինեք որոշողը, այլ ոչ թե ձեր փոխարեն ինչ-որ մարդիկ որոշեն, թե մեր երկիրը որ ուղղությամբ է գնալու, ադրբեջանական ռայոն է դառնալու, թե թուրքական վիլայեթ է դառնալու, թե մնալու է հայկական։ Այդ հարցերը որոշողը դուք եք ձեր քվեով կոչ եմ անում անպայման գնալ եւ քվեարկել։ Շատ կարևոր է նաեւ մեր հայր եկեղեցու կարգավիճակի հարցը։ Սա երևի առաջին ընտրություններն է, որ այսքան կարևոր դեր ունի եկեղեցու հետ կապված հարցերը, իսկ Նիկոլ Փաշինյանը ապօրինաբար, ես կասեի, համանդրական կարգին խիստ հակասելով ինչ որ դրույթներ է նախատեսել իր ընտրական ծրագրով մեր եկեղեցու վերաբերյալ։ Մենք էլ կարծում եմ պետք է պահպանենք մեր հաստատակամությունը, վճռականությունը պաշտպանելու է մեր եկեղեցին ցանկացած ուրեմն սցենարի դեպքում պաշտպանելու մեր եկեղեցին ցանկացած ոտնձգությունից, ցանկացած հայտարարությունից մեր եկեղեցին բնականon կյանքով ինչքան որ հնարավոր է իհարկե շարունակում է ապրել եւ ես ինչպես եւ շատերս մեծ հույս ունեմ, որ ընտրություններից հետո այնպիսի քաղաքական դասավորություն է լինելու, որ որևէ մեկի մտքով չանցնի շարունակի մեր եկեղեցու նկատմամբ խայտառակ, անհարիր ադրբեջանա-թուրքա բարո ոտնձգությունները։ Այսքանը շնորհակալություն, մի անգամ եւս շնորհավոր Հոգեգալստյան օրը եւ ուրախ կիրակի։